Պերսակուն Ալեն Սիմոնյանի հանգստի սենյակից նկար է հրապարակում Ալեն Սիմոնյանն էլ պատերի գույնը եւ դիզայնը Մայրամիկի սրտով չէր։ Ու որոշեցին վերանորոգում իրականացնել ամառանոցային այդ տնտեսության ծախսը $2 միլիոն։ Պատավատապետություն, որքան է կազմում այս շքախմբի սպասարկման ծախսը։ Միայն իր ծառայողական մեքենաների համար, միայն Փաշինյանի առանց ուղեկցող մեքենաների ծախսվել է մոտ $2 միլիոն։ Միայն այդ կառավարական ամառանոցի պահպանման ծախսերը, ինչ որ դեռ 24 թվականի բյուջեով։ Հիմա 26 թվականին միշտ ավելանում է ծախսը։ Օրական $1,700,000 դրամ։ Պարզվում է գրեթե բոլորը նորակառույց շենքերում տներ են առել։ Գրեթե բոլորը։ Ու դա հիմնականում առել են կամ պատերազմից հետո, կամ 23 թվին Արցախը Ադրբեջանին այսինքն մարդկանց 100,000-ավոր մարդկանց իրանք դարձրել են տնավեր, իրենք սկսել են տներ առնել հենց այդ ժամանակաշրջանում։ Սամվել Կարապետյան օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի ամբողջ պատմության ամենամեծ նվիրատունն է։ Հիմա մենք ունենք ամենամեծ նվիրատուին եւ ամենամեծ թալանչին։ Նիկոլ Փաշինյան ամենամեծ թալանչին է, որովհետեւ միայն 44 օրյա պատերազմի ժամանակ հավաքած $150 միլիոնից $100 միլիոն մի թվով փոխանցել են պետական բյուջե, դրա հետքը կորել է։ Ողջույն, դեռ 18-րդ դարում հայտնի դրամատուրգը ասել է. «Շտապում եմ ծիծաղել չլաց լինելու համար»։ Եվ իսկապես այսօր մեր իրականությունը հենց այդպիսինն է։ Երբեմն ծիծաղում ենք չխելագարվելու համար։ Եվ այս գործում մեզ հետաքրքիր է, բայց մեծ օգնություն է ցուցաբերում մի մարդ, ով ունի դիվանագետի մեծ փորձ, քաղաքական գործիչ է։ Եվ հենց իր այս հատկությունների գումարած սուր հումորի շնորհիվ նա կարողանում է հանրությանը հասցնել կարևորագույնը ժպիտի միջոցով։ Այսօր իմ զրուցակիցը Էդգար Ղազարյանն է, բարև ձեզ։ Իսկապես շատ հաճախ, երբ նայում ես փաստացի իրականությանը եւ տեսնում ես ինչի մեջ ենք ապրում, ուզում ես լաց լինել։ Դուք այդ ամենը կարողանում եք մատուցել հումորի միջոցով, հասարակությանը հասցնելով մեր ողբերգական վիճակի մասին։ Դրա առիթը նաև ստեղծում են պերսոնաժները, ում հետ որ ես վիրտուալ հարթությունում աշխատում եմ, այսինքն եթե նրանք առիթը չտան նաև իրենց այդպես վերաբերվելու, շատ դժվար է իրենց, ասենք, լուրջ ընդունել, լուրջ վերաբերվել, շատը որ իրանք, ասենք, ունեն падգամավորի կարգավիճակ կամ նախարարի կարգավիճակ, որտեղ երբ որ նայում ենք նրանց կենսագրություններին, նրանց անցած ուղղուն ճանապարհին, պարզ է դառնում, որ կյանքի բնականon ընթացքի դեպքում, եթե մեր երկրում չլներ այս դժբախտությունը, որ ես անվանում եմ ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, մենք նրանց այդ կարգավիճակում երբեք չէինք ճանաչի։ Այսինքն ուրիշ ոչ մի դեպքում Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ չէր լինի։ Եվ եթե ինքը հայտնվել է այդ կարգավիճակում, մենք իրան լուրջ չենք կարա ընդունենք։ Հետևաբար Պետրոսի մոտ իր այցելությունը դառնում է արդեն թեմա նրանց բուն էությունը, կերպարը բացահայտելու համար, որը շատ մոտ է սատիրային։ Եվ ես կարողանում եմ, փորձում եմ ամենայն դեպս այդ կերպարները բացահայտել։ Եվ կերպարների պակաս չունեք։ Չէ, Պետրոսը շատ լավ մատակարարումներ է իրականացնում։ Ես Պետրոսին նշանակել եմ Ղազարյան versus Ղազարյան նախագծի սպիտի պետ, մատակարարման բաժնի պետ։ Ինքը մեզ մատակարարում անհրաժեշտ նյութերով, եւ մենք այդ նյութերը վերամշակում ենք եւ ստանում ենք պատրաստի արտադրանք։ Պարոն Ղազարյան, տեսեք, դուք եղել եք Լեհաստանում Հայաստանի դեսպանը, ունեք դիվանագետի փորձ։ Այսօր մենք տեսնում ենք մեր արտաքին քաղաքականությունում ինչ է կատարվում, նաեւ ներսում։ Որպես արդեն մասնագետ, ինչ եք կարծում։ Այն քայլերը, որոնք արվում են, դա ինչի հետևանք է, անտեղյակության, անգրագիտության, թե միտում կա այս ամեն ինչի մեջ, որովհետև նույն դիվանագիտական հարթակում այնպիսի սայթակումներ են տեղի ունենում, որ բուհում արդեն դրանց մասին պիտի որ իմացած լինեին։ Դա դավաճանության հետևանք է։ Այսինքն անփութություն չի, դա տգիտություն չի, չնայած որ հիմա արտաքին քաղաքականությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն դիվանագիտության հետ, փորձառության հետ, եթե ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, որի ստացած միակ կրթական ավարտական փաստաթուղթը Իջևանի թիվ 1 դպրոցի ատեստատն է, ուրիշ
քրթական փաստաթուղթ, մեկ է վերջերս կառավարման ակադեմիայից է վերջերս մի անհասկանալի վերապատրաստման դասընթացից, այնտեղ նոր է ստացել։ Դե կրթվելը նորաձև է։ Արարատ Միրզոյան, որը դիվանագիտության հետ որևէ առնչություն չունի, իսկ միջազգային հարաբերությունների հետ, բարձրացնում որ իր առնչությունը կապված է միայն հատուկ ծառայությունների հետ, աշխատանքի հետ, որը դիվանագիտության հետ որևէ կապ չունի։ Եվ նրանք ի վերջո իրականացնում են մի քաղաքականություն, որը պարտադրված է թշնամու կողմից։ Իսկ քերական օրենսգրքով ասում է, թշնամու կողմն անցնելը, թշնամու շահերը սպասարկելը դավաճանություն է։ Հիմա իրանք ի սկզբանե ունեցել են այլ մոտեցումներ, որում իրենք են սահմանում այդ մոտեցումները։ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը ես չեմ գրել եւ ստորագրել։ Դա Նիկոլ Փաշինյանն է հաստատել 2020 թվականի հուլիսին։ Կառավարության գործունեության ծրագիրը ոչ ես գրել եմ եւ ոչ էլ հաստատել եմ։ Դա գրել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հաստատել ազգային ժողովի ԿՊ խմբակցությունը։ Այնտեղ այդ փաստաթղթերում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ բաներ է գրած։ Այն ինչ որ իրենք հիմա հայտարարում եւ անում են այլ բաներ է։ Հիմիկվա հայտարարածն ու արածը ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներին։ Այսինքն իրանք ի սկզբանե այլ նպատակներ են դրել, այլ խոստումներ են տվել, եկել են իշխանության, խաբել են մարդկանց, իրենց խոստումները, հայ ժողովրդին տված խոստումները դրել են մի կողմ, ստացել են Ալիևի արչև ստանձնած իրենց պարտավորությունները եւ կատարում են թշնամու պահանջները։ Դա ուղղակի դավաճանություն է։ Տեսեք օրինակ 21 թվականի կառավարության ծրագրում, որը հիմա պետք է գրած է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի տարածաշրջանում անվտանգային հարցերը պետք է լուծվեն ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Եվ իրենք լուծարում են ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Ում պահանջով Ալիևի, այսինքն իրենք էլ չեն մտածել, որ կարան գան։ Ալիևն ասում էր ԵԱԿ Մինսկի խումբ պիտի չլինի։ Եվ իրենք ինչ-որ մի этаպում փորձում են դիմադրեն, չի ստացվում, հանձնվում են։ Այսինքն այս իշխանության ռազմավարությունը 18 թվականից որ սկսել է, հետևյալն է, ինչ-որ բան նախաձեռնել, տապալել, այդ տապալումը դարձնել պատերազմ, պատերազմը վերածել պարտության, պարտությունը վերածել թշնամու պահանջների ամբողջական կատարման։ Իրանք 18 թվականին մեզ պատերազմ չէին խոստացել։ Դե հիմա էլ է հենց այդ խաղաքարտը։ Հենց գալիս եմ հիմիկվա իրանց այդ կեղծ խաղաղությանը, չէ՞։ 18 թվականին մեզ խաղաղություն էին խոստանում, Արցախի խնդրի կարգավորում էին խոստանում, կոռուպցիայի դեմ պայքար էին անում, լավ բաներ։ Եկա մեզ բերեցին պատերազմ։ Պատերազմի ժամանակ երկիրը չկարողացան կառավարել, տարան պարտությանը։ Պարտությունից հետո ստորագրեցին կապիտուլյացիա, չբավարարվեցին։ 21 թվականին նորից գնացին ընտրության, նորից խոստացան խաղաղություն, Արցախի կարգավիճակ, տարածքների դեօկուպացիա եւ այլն, բերեցին 21 թվականի հենց իշխանասերի պատերազմ, 22 թվականի ջերմուկի պատերազմ, որին հաջորդեց հոկտեմբերի 6-ը 22 թվականի Արցախի ամբողջական հանձնումը թղթով։ Հետո եկավ 23 թվականի Արցախի ամբողջական հանձնումը պատերազմով։ Տեսեք, քանի պատերազմներ եմ թվարկում, դրանք փաստեր են, չէ՞, դրանք խոս չեմ ենթադրում, որ կարա լինի, դրանք պատմական փաստեր են։ Փաստ է նաև, որ այսօր էլ վարչապետը ասում է, ընտրեք մեզ խաղաղությունը երկարաձգելու համար, հակառակ դեպքում եւ նշում է սեպտեմբերին կունենանք պատերազմ։ Դա գիտեք ինչ է, դա սպառնալիք է, այսինքն ինքը պաշտոնական դիրքից ելելով մեր ժողովրդին սպառնում է պատերազմով, բայց իրականում հակառակն է, պատերազմ լինելու է իր պաշտոնավարման պարագայում, որովհետև փաստը հուշում է, որ պատերազմ եղել է միայն իր պաշտոնավարման ժամանակ։ Մեր երկիրը խաղաղ ապրում էր։ Մենք բոլորս Արցախ ճամփորդելու հնարավորություն ունեինք։ Մենք Արցախում որևէ տարբերություն չենք, ասենք ինձ համար մեկ էր, ես ջերմուկ եմ գնում, թե գնում եմ Հադրութ։ Մենք հավասարապես վայելում ենք մեր երկիրը, իմ ընտանիքի հետ ես ճամփորդում ես հաճախ Արցախ եմ գնում ընտանիքիս հետ հանգիստ անցկացնելու։ Ասենք ինձ համար դա մեր հայրենի, մենք խաղաղ մեր երկրում ապրում էինք։ Ինքը եկավ, այդ խաղաղությունը վերածեց պատերազմի, պատերազմը կորուստների ու ամեն տեսակի կորուստների։ Նախ մարդկային կորուստի, որը ամենաթանկն է եւ որևէ ձևով հնարավոր չի վերականգնել։ Տարածքային կորուստի, որի վերականգնումը չգիտես էլ որ ժամանակաշրջանում, երբ հալինելու, ինչ հանգամանքներում։
նյութական կորստի։ Մենք միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը 44 օրով 6 միլիարդ դոլար է։ Որին հաջորդեց նաև նվիրատվություն, շատ զինամթերք պարզապես թողվեց։ Դա 2020 եւս 1.5 միլիարդ այդ ժամանակ։ Ընդհանուր Արցախի նյութական կորուստը հաշվում ամենայն պրիմիտիվ հաշվարկներով մոտ մի 100 միլիարդ դոլարի։ Մենք այդ վնասը կրել ենք, չէ՞։ Հիմա ասենք նոր ճանապարհին գալուց կարդում եմ ապրիլին ուզում է 19-ին ավտոերթանի դեպի Գյումրի։ Ճանապարհի մի հատվածի բացման արարողություն։ Ճանապարհը կառուցելու ծրագիր եղել է մինչև իր պաշտոնավարումը, ճանապարհը կառուցվել է արտաքին պարտքով։ Չգիտես ով է դրան մասնակից եղել, Եվրոասֆալտը դրա մեջ կա թե չկա, կոռուպցիան հələ տիպ իշխանափոխությունը լի որ դա բացահայտվի, ու ինքը պիտի հպարտանա, ենթադրենք մի քանի կիլոմետր ճանապարհ կառուցելու համար։ Բայց մենք այդ նույն օր իրան պիտի հարցնենք, չէ՞, իսկ Վարդենի Սոտք Խարվաճար ճանապարհը քանի կիլոմետր էր։ Ուր է այդ ճանապարհը։ Իդեպ պարոն Ղազարյան, տեսեք, իշխանությունները ում գործողություններն ու գործերը, աշխատանքների արդյունքները մենք պետք է տեսնենք ամբողջ 8 տարիների կամ վերջին 5 վերընտրվելուց հետո 5 տարիների ընթացքում չենք տեսել եւ հիմա նախընտրական շրջան է, առողջապահական բարեկարգումներ, փոփոխություններ, այդ ապահովագրությունը նկատի ունեմ։ Իհարկե այս ամենը դեռ բազմաթիվ հարցականներով, բայց այնուամենայնիվ թոշակառուների թոշակի բարձրացում սկզբում հայտարարվեց, որ բյուջեով նախատեսված չէ, հետո չգիտես որտեղից վերցվեց գումար, այո։ Այսինքն այն գործողություններն ու աշխատանքը, որը ի պաշտոն է եւ կոչումով պայմանավորված պիտի անեին ամբողջ տարիների ընթացքում չեն արել, կուտակել են, հիմա ճանապարհի հատումի բացում, դպրոցի բացում, մանկապարտեզի բացում, խնդրում եմ այս աշխատավարձերի բարձրացում որոշ դեպքերում, օրինակ այսօր կարդացի Հայաստան էլեկտրական ցանցերը հայտարարում ասում է իրենց աշխատակիցներին, ինձ դեռ խոսքը ավելի քան 7000 մարդու մասին է, այս օրերին տալու են, իսկ մինչև ընտրությունները, երբ որ ընտրությունը հայտարարված է, տալու են պարգևավճար։ Այն դեպքում, երբ որ դա աշխատավարձը դրան հավասարեցված ծախսերը էլեկտրակայանի գնի մեջ ներառված ծախսեր են։ Այսինքն նման ամեն մի ծախսը պետք է հանձնաժողովը համաձայնություն տա, բայց դրանք հիմա են անում։ Նման բան երբեք այլ ժամանակաշրջանում իրենք չեն արել կամ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց մանկապարտեզների ենթակա իրենց աշխատողների 20% աշխատավարձի բարձրացման մասին։ Ամեն թոշակները չէ որ ամիսը 10000 դրամով որ իբր բարձրացնում են։ Պետական բյուջեում փոփոխություն չեն արել։ Իսկ չի կարա բյուջեում նման ծախսի փոփոխություն տեղ ունենա հավելումը լինի։ Եվ պետական բյուջեի մասին օրենքում այդ փոփոխությունը չկատարվի։ Այս գումարները որտեղից են վերցվում։ Այո։ Իր բնույթով ընտրակաշարք է, ընդ որում պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հիմա ասենք պատկերացրեք, եթե ընտրությունները ավարտվի եւ իրենք մարդկանց այլևս թոշակ չտան։ Ոչ մի երաշխիք չկա, որ իրենք այդ թոշակը տալու են, որովհետեւ նորից եմ ասում, բյուջեում այդ գումարները նախատեսված չի։ Ոնց որ դուք եք արտարացությունը, չգիտենք որտեղից, իսկ կարող է նաեւ Ալիևն տվի այդ փողը։ Ասում են խնդիր չկանի 500,000 թոշակառու է 600,000։ Մի քանի ամիս է վերցրու։ 2 ամսվա համար ես քո 2 ամսվա փող կտամ։ Հետո կընտրվես վարչապետ, էլ չես տա։ Ինչ պիտի քեզ ասեն։ Ով կլինեն ցույցեր կանեն, կձերբակալես։ Մի քանիսին կձերբակալես, կբանտարկես։ Այդ ցույցերը դա տես չի մեր երկրում։ Ցույցերը տես չեն ճնշվում։ Ըստ էության ձերբակալվելու համար ոչինչ պետք չէ։ Ընդ որում պարտադիր չի դու քաղաքական ինչ-որ հարցերով են։ Հələ հիշեք 19 թվին դեռ պատերազմը չէր եղել։ Իր հայրենի քաղաքում անտառապահները զուտ սոցիալական խնդրի հետ կապված բողոքի ակցիա են կազմակերպել, Արթուր Վանեցյանը խոստովանեց, ասում է զանգի ասում էր, ես ուզում եմ, որ Իջևանի փողոցներով հիմա արյան գետեր հոսեն։ Այսինքն քաղաքական պահանջ չի, իր հրաժարականը չեն ուսում, ընդամենը ասում են մենք ամբողջ կյանքում այս անտառով ապրել ենք, հիմա էլ ենք ուզում ապրենք։ Ասում է արյան գետեր, արյան գետ երբ կարա հոսի, երբ որ ցեղասպանություն ալնում։ Եվ ինքը նման հանձնարարություն է տվել, հասկանում եք, մենք ում հետ գործ ունենք։ Հետո մենք այդ այրան գետերը ցավոք սրտի տեսանք Արցախում։ Այո։ Դա իրականություն դարձավ։ Պատավատապետություն, պետբյուջեից խոսեցինք, ֆինանսներից խոսեցինք, որքան է կազմում այս ՇՔ խմբի սպասարկման ծախսը, որքան է այն արժենում
հարկատուի եւ սովորական քաղաքացու վրա։ 10,000 դրամ թոշակը բարձրացնելու պարագայում մի մեծ աղմուկ է բարձրանում։ Սակայն որքան է կազմում այն գումարը, որը վատնվում է նրա անվտանգությունն ու գոյությունը ապահովելու համար։ Դա գաղտնի են պահում, որպես կանոն նույնիսկ լրագրողական հարցումներին այդ հարցերի պատասխանը փորձում են չտալ, բայց երբեմն ինֆորմացիոն բացահայտումներ եղել է։ Ու ինչա պարզվել մինչև հիմա ըստ մամուլի հրապարակումների։ Նախինքը շատ շուտ իր բնակարանից տեղափոխվեց կառավարական համառանոց։ Վերանորոգումից հետո, որը բավականին թանկ արժեքով։ Չէ, մինչև վերանորոգումը նախ տեղափոխվեց ընդ։ Իդեպ ասեմ դա իրավունք ունի ինքը տեղափոխվելու, բայց պարտադիր չի։ Մենք ունեցել ենք եւ վարչապետներ եւ ազգային ժողովի նախագահներ, որոնք կառավարական համառանոցում չեն ապրել։ Ինքը գնաց ընդ։ Հետո պարզվեց, որ պատերի գույնը, այնտեղ նորակառույց շինություն կա, որտեղ Սերժ Սարգսյանն էր ապրում նախագահ, այնտեղ իրան հանեցին այդ առանձնատնի։ Պատերի գույնը եւ դիզայնը Մայրամիկի սրտով չէր։ Ու որոշեցին վերանորոգում իրականացնել ամառանոցային այդ տնտեսության ծախսը $2 միլիոն։ Ասենք իր տանգինը, որ ինքը երրորդ մասում ապրում է, խզբզած պատերով։ Ու $2 միլիոն միայն վերանորոգումը գոյություն ունեցող առանձնատան։ Դրանից հետո միայն իր ծառայողական մեքենաների համար, միայն Փաշինյանի առանց ուղեկցող մեքենաների ծախսվել է մոտ $2 միլիոն։ Երկու հատ S-կլասի Mercedes են առել, երկու հատ Lexus զրահապատել են, ամեն մեկը մոտ $500,000 արժեքով։ Այդ մենակ իրա։ Ինքը երբ որ դուրս է գալի, պետական պահպանության մեքենաների մի խումբ է իրան ուղեկցում, դրանց գինը չեմ ասում, պետական պահպանությունը դա գաղտնի է պահում։ Ես մի օր հատուկ տեսանյութ էի հրապարակել, չգիտեմ նայել եք թե չէ, առավոտյան ժամը 7-ին գնացի Պրոշյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ։ Այդ իրա կարճ երթուղին է, որ հաշվել եմ 47 ոստիկանական մեքենա։ Ասենք եթե ամեն մեքենան արժենա ենթադրենք $20,000, տեսեք ինչ գումարի մեքենա մենակ կանգնած հենց առանց պետական պահպանության ուղեկցության։ Ալեն Սիմոնյանի համար առան մի հատ BMW $200,000-անոց։ Ու հիմնավորում է հետևյալներ. 2050 թվականի պետության զարգացման ծրագրի իրականացման նպատակով։ Եվ ինչպես էր այդ մեքենան նպաստելու պետության զարգացմանը։ 2050 թվին։ Հիմա առել են, որ մենք 2050 թվին հիմա այդ հիշողություններով հետո զարգանանք։ Ու դրա հետ միասին առան երկու հատ էլ Prado, որ Ալեն Սիմոնյանին ուղեկցի նոր Toyota։ Ու որ ասում են այդ մեքենաները ինչ եք առ Ալեն Սիմոնյանը, դե իրանք ցինիզմի եւ բանի վարպետներ են, չէ՞։ Ասում այդ մեքենաները խո ինչ չեն ուղեկցում։ Այդ մեքենաները ուղեկցում են այն BMW-ին, որի մեջ գտնվում է իր մարմինը։ Ոնց չէինք վայելել։ Ուղղակի այդ մարմինի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում, ինչ որ քիմիայով, չգիտեմ ինչ նշանակում քիմիայով կապված լինել, բայց սուպեր սակոն ասել է, որ ինքը Ալեն Սիմոնյանի հետ ինչ որ քիմիայով կապված են։ Առ այսօր կապված են դեռ։ Ասենք ես որպես քաղաքացի չեմ կարող, այդպես ազգային ժողովի ինձ ընդունելության չեն արժանացնում, որ ասեմ ինչի եք ձեր գործերը չեք կատարում։ Բայց սուպեր սակոն Ալեն Սիմոնյանի հանգստի սենյակից նկար է հրապարակում Ալեն Սիմոնյանն էլ դե քիմիա ինչ կարող են։ Զգեստավորված չի, դա նոր է հագնվում։ Ու դա մեր պետության վրա արժի հսկա միայն այդ կառավարական համառանոցի պահպանման ծախսերը, ինչ որ դեռ 24 թվականի բյուջեով։ Հիմա 26 թվին է միշտ ավելանում այդ ծախսը։ Այո։ Օրական $1,700,000 դրամ։ Հիմա ասենք մեզ հեռուստադիտող մարդիկ, թե յուրաքանչյուրը իր համար իր հաշվարկանի, թե ինքը ինչ աշխատանք է կատարում, ով որտեղ է, մեկը հիմա ուսուցիչ է, մեկը բժիշկ է, մեկը բանկում է աշխատում, մեկը ինչ-որ ֆիրմայում առաքիչ է, չէ՞, տարբեր ապահովագրական ընկերություն։ Ամեն մարդ ամսական ինչ աշխատանք անում, ասենք 25 աշխատանքային օր, առավոտ արտանում, գործի գնում, տրանսպորտ, լարվածություն, ղեկավարի հետ հարաբերում, ամսական ինչքան աշխատավարձ է ստանում եւ օրական $1,700,000, որ ծախսում է դրանց կեցության վրա։ Իրենք մարդկանց ներկայանում են իբր sense պարզ, հասարակ, կարկանդակուտող, առվից ջուր խմող, կուկուռուզուտող, վրեն թափող, sense ասենք գնում է ջերմոցել, ասենք բիբարներ մրգի տեղ ուտում է։ Տենց բիբարն ուտում ասում է միրգ։ Բիբարը անկախ դրանից կծու է թե քաղցր, դա միրգ չի, էլ ասենք իրար կարծիքով ասենք ամեն քաղցր բանը միրգ է։
Մինչև այդ էլ հիշում եք, մեկը հարցում էր, ասում էր, թող ասեն քարակոսը միրգա թե բանջարեղեն։ Պարզվում է ինքը չգիտի, որ բիբարը բանջարեղեն է։ Ասենց հասարակ ներկայանում են, որ ինքը մթոմ, դες մեկ կլնում է, չէ, պատահաբար գնում է մետրո։ Նստում է գնացքում եք ինչ հետաքրքիր զուգադիպություն, ընդեղ է Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ, ասես պատահաբար իրենք sense մի ամբողջ շքախմբով զինված տիկնապահներով ու մի համեստ կին իր անչափահաս որդու հետ ու հարցակվում են դրա վրա, ինչա թե դու վարչապետից տարբերվող կարծիք ունես։ Իրանք այտենց կեղծ բանով ներկայանում են հանրությանը, բայց իրականում ես հիմա մի հատ շարք եմ ուզում սկսեմ մինչև ընտրություն, արդեն նույնիսկ վերնագիր եմ մտածել տնասեր տնավերները ու շատ հետաքրքիր է, երբ որ սրանց գույքի եկամուտների հայտարարները նայում ենք падգամավորների, նախարարների, պարզվում է գրեթե բոլորը նորակառույց շենքերում տներ են առել։ Գրեթե բոլորը։ Ու դա հիմնականում առել են կամ պատերազմից հետո, կամ 23 թվին Արցախը Ադրբեջանին այսինքն մարդկանց 100,000-ավոր մարդկանց իրանք դարձրել են տնավեր, իրենք սկսել են տներ առնել հենց այդ ժամանակաշրջանում։ Ես դες մի հատ շարք եմ ուզում ներկայացնել ըստ իրենց գույքի եկամուտների հայտարարագրերի։ Ու տեսնես ինչ հարստության տեր են դառել սրանք կարճ ժամանակահատվածում։ Ու որևէ հիմնավորում չունեն, թե դա այդ ո՞նց եղավ այդ ամեն ինչը։ Եթե դրա մասին է խոսում, օրինակ ես Ալեն Սիմոնյանի այդ երևույթները որպես կոռուպցիա ներկայացնելով հաղորդում եմ, դատի է տվեց, դատել են։ Դատավորնելով է падգամավորի եղբայր։ Իրենց խմբակցության падգամավորի եղբայր։ Դատել են, ես պիտի տանեմ փոխտամ, ասեմ, չէ, Ալենը կոռուպցիոներ չի։ Ազնիվ, բարեպաշտ, հայրենանվեր, հանրային ծառայող։ Դուք եղել եք նաև սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, այսօր սահմանադրության փոփոխություններ են մեզ սպասում, արդեն կազմված է սահմանադրությունը, նոր ինչն էր վատ մեր սահմանադրության եւ ըստ ձեզ ինչու են ուզում փոխել եւ որոնք են այն փոփոխությունների առանցքային կետերը, որոնք փոխելով Հայաստանի անվտանգությունը, ինքնությունը կվտանգվի։ Սահմանադրության մեջ ոչ մի կետ չկա, որ իրենք ուզում են փոխեն, այն ինչ որ ուզում են փոխեն, անում են ոչ թե իրենց ցանկությամբ, Ալիևի պահանջով։ Իսկ Ալիևը պահանջել է, որ մեր սահմանադրությունից հեռացվի նախաբանի այն խմբագրումը, որը վերաբերում է Հայաստանի անկախության հռչակագրին։ Ալիևը ի տարբերություն իրեն գիտակից մարդ, չգիտեմ ժամանակին ասում են, որ ինքն էլ է անկանոն կյանք վարել եւ այլն, բայց դա երևի իր երիտասարդության շրջանում էր, արդեն 30 տարի է երկրի նախագահ, դոլարով միլիոնատեր, կարող է միլիարդատեր, ու շատ լավ գիտակից հասկանում է ինչա պահանջում եւ ումից է պահանջում։ Նա պահանջում է, որպեսզի մենք հեռացնենք անկախության հռչակագրին հղումը։ Հրաժարվել անկախության հռչակագրից, այսինքն կատարել Ալիևի պահանջը, նշանակում է վերացնել այն պետությունը, որտեղ որ մենք հիմա ապրում ենք։ Չորրորդ հանրապետություն ասած։ Նու մեր պետությունը համարներ չունի։ Ոչ հիմիկվան նա երրորդ, ոչ նախորդն է եղել երկրորդ, ոչ էլ հաջորդը կլինի 3/4։ Պետությունը ունի անուն։ Մեր պետության անվանումն է Հայաստանի Հանրապետություն, կրճատ Հայաստան։ Այդ անվանումը մեր պետությունը ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված անկախության հռչակագրով։ Եվ եթե հիմա մենք այդ հռչակագրից հրաժարվում ենք, ուրեմն հրաժարվում ենք այն պետությունից, որը ստեղծվել է։ Այո։ Իսկ եթե այդ պետությունից մենք հրաժարվում ենք, Ալիևը այս տարածքի վրա հաստատում է իր պետության իշխանությունը։ Եւ դրա նախադեպը ընդամենը 3 տարի առաջ արդեն իրականություն է դառել, որովհետեւ մենք մեկ այլ պետություն ունենք, որը կոչվում է Արցախի հանրապետություն, որից Նիկոլ Փաշինյան հրաժարվեց եւ դրա տարածքում ոչ թե ձևավորվել է Արցախի երկրորդ հանրապետությունը կամ երկրորդ դրոպ 1-ը, այլ այդ տարածքի վրա հաստատվել է ադրբեջանական իշխանություն։ Հիմա նույնը սպասում է Հայաստանի այս մի տարածքին։ Եթե մենք հրաժարվում ենք այդ հռչակագրից, Ալիևը իշխանություն է հաստատում այդ երկրի վրա, որի վերաբերյալ ինքը արդեն հայտնել է, ես ընդհանրապես պիտի կրկնեմ, այո, արդեն հավակնություններ ունի։ Երևանը դա հին պատմական ադրբեջանական քաղաք է,
եւ հայկական վերահսկողության տակ անց է պատմական անարդարության հետևանքով։ Տեսեք, այս ամենը ինչ որ մենք թվեցինք եւ սա ընդհանրապես մի փոքրիկ հատվածն է այն իրականությանը, ինչի մեջ մենք ապրում ենք, ով պիտի այսքան իմանալուց հետո քվեարկի ԿՊԻ-ին կողմ։ Ես օրինակ չեմ կարծում, որ որևէ մեկը, որ իրեն ինքնությամբ հայ է զգում եւ ուզում ապրել իր երկրում, նրա կողմ քվեարկի։ Այսինքն քվեարկել Նիկոլ Փաշինյանին նշանակում է քվեարկել Իլհամ Ալիևին, այսինքն քաղաքացիական պայմանագիր եւ միասնական Ադրբեջան կուսակցությունները նույն կուսակցություններն են տարբեր անվանումներով, նույն նպատակներով։ Օրինակ, եթե միասնական Ադրբեջանը հնարավորություն ուներ մասնակցել Հայաստանում ընտրությունների, ապա նրանք էլ նպատակ կդնեին վերացնել Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին, պայքարել եկեղեցու դեմ, կազմաքանդել այն որպես կառույց։ Իրանք էլ նպատակ կունենային հնարավորություն տալ, որ Հայաստանում ապրեն 300,000 եւ ավել ադրբեջանցիներ։ Իրանք էլ են անում։ Իրանց նպատակն ու ծրագրերը դա է։ Եվ հետաքրքիր է, որ իրանք դա մեր մարդկանց խաբում են, իբր խաղաղություն։ Երբ որ այդ խաղաղության մասին ոչ պայմանավորվածություն կա, ոչ ստորագրված պայմանագիր կա, եւ ոչ է դա ապահովող որևէ երաշխավոր, մեր պետության խաղաղության միշտ անվտանգության գլխավոր երաշխավորը դա Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են։ Այո։ Որոնք իր պաշտոնավարման շրջանում կրել են անդառնալի կորուստներ, անձնակազմի կորուստ, նյութատեխնիկական, սպառազինությունների կորուստ, կառուցում։ Հիմա էլ դրանից հետո էլ կրճատում են բանակի թվաքանակը, զինվորական ծառայության ժամկետը, բանակի ֆինանսավորումը, զենք ձեռք չեն բերել։ Սա մայիսի 28-ին որոշել են Հանրապետության հրապարակում մի քանի մետաղական իրեր ցուցադրեն զենքի անվան տակ։ Օրինակ, այն նույն օրը նոյեմբերի 9-ին, երբ որ Ադրբեջանում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի զորամիավորումների մասնակցությամբ ռազմական շքերթ էր Արցախի օկուպացիայի տարեդարձի առիթով իրանց համար։ Ինքը նույն օրը հրապարակել է ռոբոտ Չալոին, շում մետաղական, որպես մեր բանակի, մեր զինվորների օգնական, այդ այսինքն մեր այնտեղ ինչ սպառազինություն ու զենքեր են ցույց տալի, ու նույն օրը ինքս դե ցուցադրում է մի հատ երկաթից շուն։ Հիմա մի քանի ասենք մետաղական իրեր ցուցադրեն, ասենք իբր Հնդկաստանից առած հրանոթներ, չէ՞։ Ու պարզ չէ, ասենք այդ հրանոթները օրինակ արկեր ունեն, թե չէ, որտեղ ինչքան որ ես գիտեմ, նրանք արկեր չունեն։ Հիմա կարելի է, չէ՞, առնել ենթադրենք հրանոթներ առանց արկերի։ Այդ նույնն է ոնց որ ունենաս ենթադրենք հրացան առանց փամփուշտների։ Ինքը կարող է արտաքնապես երևա, որ իսկապես հրացան է, բայց ինքը ֆունկցիոնալ գործածություն կարող ունենա, այդ ունի փամփուշտ։ Հիմա իրանք կբերեն այդ մետաղական իրերը կցուցադրեն, մարդկանց կխաբեն եւ կասեն, որ իրանք իբր բանակի համար սպառազինություններ են ձեռք բերել։ Այն դեպքում, երբ որ բանակը հետևողականորեն վերացնում ու քանդում են։ Ուրիշ անվտանգությունը բացի բանակից ի՞նչն է երաշխավորում։ Դիվանագիտությունը, միջազգային համագործակցությունը, չէ՞։ Դուրս ենք եկել միակ ռազմաքաղաքական կազմակերպությունից, որին անդամակցում ենք, ՀԱՊԿ-ը միակ ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որին Հայաստանը անդամակցում է։ Ընդ որում ինքը դրանից դուրս է գալի անմիտ պատճառաբանության։ Վերջերս է Ռուսաստանի նախագահին ասում է, չէ՞, ասում է Հայաստանում մենք չենք կարողանում մեր քաղաքացիներին ասենք, թե 22 թվին ՀԱՊԿ-ը ինչի չօգնեց Հայաստանին։ Այն դեպքում գիտեք, չէ՞, 22 թվին ՀԱՊԿ-ում նախագահ երկիրը Հայաստանն էր։ Եվ ՀԱՊԿ-ի օգնության առաջարկը, որ դրել են քվեարկության, բոլոր երկրները կողմ են քվեարկել բացի Իրանից։ Այսինքն ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնություն չի տրամադրել, որովհետև Հայաստանը դեմ է եղել։ Ես հասկանում եմ մեր իրավիճակի абսուրդ լինելը, միևնույն ժամանակ դա շատ տխուր է, որովհետև սպասվում են ընտրություններ եւ հանգուցալուծումը կարող է լինել ճակատագրական, եթե քաղաքացիները ճիշտ չկողմնորոշվեն, համենայն դեպս քաղաքացիների առնվազն մեծ մասը։ Դուք միացել եք ուժեղ Հայաստան կուսակցությանը, ինչու եք ընտրել հենց այս թիմին միանալը եւ ինչ գաղափարական եւ նպատակային ընդհանրություններ եք տեսնում ձեր պատկերացումների հետ կուսակցությունում։ Նայեք,
Հիմա ես օրինակ շատ մեծ հույսեր ունեի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնեն մինչև ընտրությունները։ Դրա հնարավորությունները շատ ավելի մեծ էր։ Ասենք իմպիչմենտի եղանակով ազգային ժողովը դա պետք է աներ, ցավոք սրտի պատգամավորները երբեմն չուզեցին, երբեմն բավարար վճռականություն չցուցաբերեցին, ամենայն դեպս հիմա էլ կարան անեն, բայց առայժմ դա ոնց որ հասկանում չեն կարող։ Հիմա մյուս տարբերակ եթե մնում ընտրությունը, որը շատ ավելի դժվար է, որտեղ ընտրությունը ինքը ժողովրդավարական ինստիտուտ է, եւ կարող լինի միայն ժողովրդավարական երկրներում։ Բռնապետության պայմաններով ընտրությունը ամենադժվար գործիքն է իշխանության հեռացնել։ Հիմա տեսեք, ընտրական գործընթացը չի սկսել արհեստական խոչընդոտներ։ Մի օրում օրենք են փոխում, սահմանադրական օրենք։ Սամվել Կարապետյան, դա ես այդ օրենքի անդել եմ, օրենք Սամվել Կարապետյանի մասին։ Որտեւ այդ օրենքը ուրիշ որևէ այլ սուբյեկտի, քան ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքին չի վերաբերում։ Ու նախագծի հեղինակները այն քաղաքական ուժն է, որը հիմա առաջիկայում պիտի պարտվի Սամվել Կարապետյանին, որտեղ բոլոր իրավիճակը ցույց է տալի, որ իրանք սկսում են պարտվել։ Ու արհեստական այդպիսի խոչընդոտներով։ Հիմա ես լինելով արդեն 20 թվից այս պայքարի շարքերում, երևի չի եղել հանրահավաք, որը ես մասնակցած չլինեմ։ Երբեմն եղել է, որ ես ինքս եմ նախաձեռնել հանրահավաք, հրավիրել եմ մարդկանց, բոլոր գործողություններին եմ մասնակցել, բոլոր հնարավոր շարժումներին, ինչ ինձնից պահանջվել է։ Ցավոք մենք արդյունք չենք ունեցել։ Ես հիմա տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտում կա լուրջ կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի անձի շուրջ եւ նաեւ իր ստեղծած թիմի շուրջ։ Եվ դա պատահական չի, որովհետեւ նրա նկատմամբ մեր հարգանքը վստահությունը ինքը վաստակել է։ Վաստակել է ոչ թե վերջին այս 1 տարվա ընթացքում իր նկատմամբ ապօրինի գործողությունների հետևանքով, այլ դրանից առաջ նա մեր այն երևելի գործիչներից է, որ կարողացել է առանց մեր պետությանը որևէ վնաս տալու վաստակել միջոցներ եւ իր վաստակը կիսել մեր ժողովրդի հետ բոլոր հնարավոր ձևերով։ Սամվել Կարապետյան օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի ամբողջ պատմության ամենամեծ նվիրատունն է, գիտեք դա։ Ամենամեծ անհատ նվիրատուն իր անձնական միջոցներից։ Չեմ ասում, ինքը տաշիր բարեգործական հիմնադրամներով ինչ ծրագրեր արել, մնացած բարեգոմ կոնկրետ Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամեծ նվիրատունն է։ Ասենք հիմա մենք ունենք ամենամեծ նվիրատուին եւ ամենամեծ թալանչին։ Նիկոլ Փաշինյան ամենամեծ թալանչին է, որովհետեւ միայն 44 օրյա պատերազմի ժամանակ հավաքած 150 միլիոն դոլարից 100 միլիոն դոլարը մի թվով փոխանցել են պետական բյուջե, դրա հետքը կորել է։ Հիմա այդ ընտրության հնարավորության դեպքում մենք ինչ ընտրություն պիտի անենք։ Այսինքն մարդը վաստակել է հեղինակություն, իր հայրենանվեր գործունեությամբ, իր հաջողություններ կերտելու պատմությամբ, մենք էլ չէ, ամենքս մեր փոքրիկ հաջողություններով ուրախանում ենք, չէ՞, ավտո ենք առնում, ուրախանում ենք, տուն ենք վերանորոգում, ասենք հենց այն մեր արածը ու այդ մարդու ստեղծածը։ Նույն ժամանակաշրջանում մարդը կարողացել է տարբեր երկրներում, տարբեր մշակութային տնտեսական համակարգերում, չէ՞, հեշտ չի ասենք համ Ռուսաստանում, համ Հունաստանում, համ Էմիրություններում, համ Հայաստանում գործ հիմնել, դա ինչի մասին է խոսում։ Նշանակում է մարդը ինքը խոսել գիտի, ինքը բանակցել գիտի, ինքը գիտի ու հարաբերություններ կառուցել, ինքը գիտի համակարգեր ղեկավարել։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դառել թերթի խմբագրից, որտեղ իր խմբագրությունում ընդամենը մի 7-8 հոգի մարդ են աշխատել, որոնցից մեկը իր կինն է, մեկը Հաներ Ձաքը, մեկը Հովակիմյան Վահագը, Սամվել Կարապետյանը 30,000 աշխատատեղ ստեղծած մարդը առանց որևէ պետական պաշտոն զբաղել 30,000։ Ոնց վստահություն չունենաս այդ մարդու նկատմամբ։ Հիմա այդ վստահությունը կա, աստիճանաբար դա կրում է համընդհանուր բնույթ, դա նաև քաղաքական ձևակերպում է ստանում։ Նայեք, այս պահի դրությամբ եւ իր հիմնադրած իր համախոհների հետ քաղաքական կուսակցությունը, ուժեղ Հայաստանը, եւս երկու կուսակցության հետ արդեն դաշինք են կազմում։ Դարձել 3 քաղաքական ուժ։ 4 քաղաքական կուսակցություն, հենց ես ասում եմ մեր տեսագրության օրվա դրությամբ։ 4 քաղաքական ուժ, Կայունություն կուսակցություն, Հժամ կուսակցություն, Ռաֆի Հովհաննիսյանի գլխավորած Ժառանգություն կուսակցություն, Հրանտ Բագրատյանի գլխավորած ուրեմն Ազատություն կուսակցություն։ Անվերապահ աջակցություն են հայտնել հատկապես այդ դաշինքին, միայն այդ դաշինքին։ Եվս 3 քաղաքական կուսակցություն, Հայրենիք կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը եւ Վազգեն Մանուկյանի գլխավորած
կուսակցությունը։ Նրանք չեն մասնակցում ընտրություններին եւ ասում են աջակցում են ընդդիմադիր գործիչներին։ Այդ թվում նաեւ Սամվել Կարապետյանի։ Այսինքն տեսեք ինչ կոնսոլիդացիա է ձևավորվում։ Մենք փաստորեն ունենք Նիկոլ Փաշինյան, որը պառակտում է մեր հասարակությունը, թշնամացնում է մարդկանց իրար հետ, իր նախկին համախոհները բոլորը իրանից հետ են քաշվում, մնացել է միայն ԿՊ-ի մի փոքրիկ խմբակ, ոչ մի ուրիշ քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանին չի սատարում։ Մնացել մենակ այդ իր մի ավտոբուս ժողովուրդ են մնացել։ Դրանք փոքրիկ խմբակը է դա։ Եվ այստեղ կա հակառակը, լայն հասարակական կոնսոլիդացիա, քաղաքական ուժերի, հասարակական գործիչների, մշակութային գործիչների, եւ սա թափ է հավաքում։ Ես էլ դրա մասն եմ կազմում։ Այո։ Ձեր թույլտվությամբ ուրախ ավտոբուսին մաղթենք ճեպընթաց վերջնական գար։ Դրա ոնց որ մի քիչ պատկերավոր ձևով մեր դերասաններից մեկը նկարագրել էր իր տեսանյութերից մեկում։ Ինչպես էր ասել։ Չէր ասել, տեսանյութեր էր ապարակի։ Շնորհակալություն հրավեր ընդունելու։ Ես եմ շնորհակալ։ Հանդիպել ենք նաև հաջորդ անգամ։ Կատարեք ձեր ընտրությունը առաջնորդվելով խղճով, ուղեղով եւ տրամաբանությամբ։ Հանդիպելու ենք առայժմ։